Դե մի հատ էստեղ նայեք։ Հիշում եք ուխտի օրը մամայիս ասեցի ոնց եմ ուզում այգուտ յասամանները շուտ ծաղկեն ու ես այդ ընթացքում կարողանամ գալ գյուղ ինձ համար յասամաններ քաղել։ Խնդրեմ, յասամանները ծաղկել են ու մամաս մի անգամից աղբորս հետ ինձ յասամաններ ա ուղարկել։ Ու դե իհարկե նաև իր ծաղկանոցի կակաչներից Էս ինչ սիրունա, գժվելու սիրունա, խենթանալիք, թե ինչ բույր ա տարածվել ամբողջ տնով մեկ, անուշ յասամանի, վայ գժվել եմ այսօր առավոտվանից արթնացել ու վայելում եմ այս տեսարանը, եղբայրս շատ ուշ եկավ գիշերը, երևի 11 անց էր, զանգեց, ասեց մի հատ դուռը բացեք, ու մեծ յասամանների փնջով մտավ ներս, ոնց էի ուրախացել, վայ չգիտեմ, շատ ուրախ եմ, շատ լավ ա սկսել մեր օրը, ու դե իհարկե այս ուրախության ֆոնի վրա մոռացա ձեզ ասել ողջույն եւ բարի գալուստ իմ յութուբյան տեսահալիկ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են իմ ալիքում, մենք սկսում ենք մեր հերթական վլոգը։ Կարճ ժամանակ չի, որ ես կամ YouTube-ում ու իմ սիրելի լսարանը գիտի, որ մեր ընտանիքի ոչ մի կարևոր առիթ առանց ձեզ չի անցնում, սա էլ բացառություն չի, եկել եմ ձեզ հետ կիսվեմ մի քանի կարևոր առիթներով, որ մենք ունեցանք իրար հետևից, սկսեմ Ադանի ծնունդից, ոնց անցավ Ադանիս ծնունդը։ Ադանս դարձավ 8 տարեկան, երբ ես բացում էի իմ յութուբյան ալիքը, Ադանը 1 տարեկան էր, երևի մի քիչ ավել, ու ձեզնից շատ շատերի աչքի առաջ մեծացավ իմ տղան եւ արդեն 8 տարեկան է։ Բարեդարձ այսօր։ Տարեդարձ, տարեդարձ, տարեդարձ այսօր։ Բարի լույս, Բարի լույս, ծննդդ շնորհավոր, ապրես։ Այս տարի մի քիչ չստացվեց պատրաստվել ծնունդին նենց, ոնց ամեն տարի եմ պատրաստվել, ամեն տարի երեխաների ծնունդներին ես ամբողջ սենյակը լցնում եմ փուչիկներով, ինչ-որ թեմատիկ ձևավորումներ եմ անում, շատ սիրուն, որ երեխաները առավոտյան արթնանան ու իրանց համար շատ սիրուն անակնկալ լինի, բայց այս տարի այդպես չստացվեց, ընդամենը մի քանի փուչիկ էի փչել իր նախընտրելի թեմատիկայի մեջ, լեգո թեմատիկան էինք ընտրել այս տարի, ինքը ուզում էր, որ լեգոյի թեմայի մեջ լինի, ու ես իր համար պատվիրել էի նաև լեգոյով շապիկ, լեգո մարդուկով շապիկ, ու մի քանի լեգո փուչիկ 8 փուչիկը, որ հենց 8 թվի տեսք ուներ եւ մի քանի սովորական լեգո փուչիկ։ Ադանս այնքան շնորհակալ երեխա ա, որ իր համար էդ էլ էր շատ մեծ անակնկալ ու ինքը շատ ուրախացել էր, երբ առավոտյան արթնացավ, բայց ես կուզեի ավելի սիրուն պատրաստվեի, նենց ոնց ամեն տարի եմ պատրաստվել, բայց այս տարի ուղղակի չէի կարող, որովհետև Սոսեի հետ շատ անհնարին էր դա։ Բայց դրա փոխարեն մի ուրիշ բան էի արել, որը ավելի շատ ուրախացրեց Ադանին, մենք արդեն Ադանի դասարանում ավանդույթ ունենք, երեխաները իրենց ծնունդներին ինչ-որ փոքրիկ նվերներ են պատրաստում, փոքրիկ քաղցրավենիքներով տոպրակներ ու տանում են հյուրասիրություն ամբողջ դասարանի երեխաներին, տենց սիրուն հյուրասիրություն են կազմակերպում, դասղեկը շատ սիրուն կազմակերպում է այդ ամեն ինչը ու դասարանում նշում են երեխայի ծնունդը։ Ես այդ դասական քաղցրավենիքային հյուրասիրության փոխարեն ավելի լավ բան էի մտածել, որ ավելի հետաքրքիր էր եղել ու երեխեքը շատ ուրախացել էին, Ադամն էլ էր շատ ուրախացել, պատվիրել էի տարբեր մանր-մունր խաղեր, իրեր, ինչ-որ ատրիբուտներ, որոնք հավաքել էինք տոպրակների մեջ, իրենք դասարանում 30 երեխա են
ու մենք 30 երեխայի համար 30 տոպրակ էինք պատրաստել, ինչ որ փոքրիկ լեգո մեքենաներ էին, դե քանի որ Ադանը հենց լեգոյի թեմատիկաներ էր ընտրել, փոքրիկ լեգո մեքենաներ էին, որոնք հենց այդ պահին տեղում պետք է ամեն երեխա իր լեգո մեքենան հավաքեր, այդ շատ հետաքրքիր էր, ու Ադանը ասաց, որ երեխաները շատ ոգևորված են եղել դրանից։ Տոպրակների մեջ ներառված էին նաև ստիկերներ, որոնք ուզում եմ անպայման ցույց տալ ձեզ, այստեղ ինձ մոտ ավելացած ունեմ ու ուզում եմ դրանց մասին առանձին խոսել, որովհետև ստիկերների այս միտքը հրաշալի էր ուղղակի։ Այսպիսի տորթեր են, ներառված է մոմեր, քաղցրավենիքներ, ինչ որ happy birthday գրվածք, որոնցով երեխաները կարող են այս տորթը զարդարել։ Ու սրանք էլ ի դեպ այն տոպրակներն են, որոնց մեջ հենց հավաքել էինք նվերները։ Բայց ինչի համար են կարևոր այս ստիկերները։ Այս ստիկերները երեխաները փակցրել էին A4 ֆորմատի թղթերի վրա մեծ տորթը, ամեն մեկը իր համար զարդարել էր այս տորթը եւ կողքին գրել էին բարեմաղթանքներ Ադանին, տարեդարձը շնորհավորել էին Ադանի եւ որպես բացիկ հետ էին նվիրել Ադանին, թե ինչքան ոգևորված էր տուն եկել, չեմ կարող բառերով նկարագրել։ Ես ընդհանրապես դա չէի նախատեսել, ես մտածել էի, որ ամեն երեխա կզարդարի այս տորթը եւ կպահի իրեն ինչ որ զբաղվելիք որպես։ Բայց որ երեխաները կմտածեն սրանից ստեղծել բացիկներ ու հետ նվիրել Ադանին, չէի պատկերացնում։ Ինչքան բան ունենք մենք երեխաներից սովորելու։ Հրաշալի միտքեր ուղղակի, դրա համար, եթե դուք էլ նման ինչ-որ դասարանական ավանդույթ ունեք, այս ստիկերները անպայման հաշվի առեք, ներառեք, ընտիր միտքա եւ երեխան ինչ-որ հյուրասիրություն տանում իր դասընկերներին, ինքն էլ վերադառնում է իրենցից սիրուն բարեմաղթանքներով, բացիկներ նվեր ստացած, ու դա շատ ոգևորող է։ Դե մի հատ էլ վիդեո նայեք, որտեղ ընդհանուր ամփոփել եմ Ադանի ծնունդի դասարանական հատվածը, մի փոքրիկ կարևոր քննարկում անենք ու անցնենք ծնունդի երկրորդ մասին։ Այսօր իմ տղան դարձավ 8 տարեկան ու այս տարի որոշեցինք մենք էլ բաց չթողնել իրենց դասարանի ավանդույթն ու նվերներ պատրաստել դասընկերների համար։ ChatGPT-ն ինձ հուշեց, որ այս սովորույթը եկել է եվրոպական մի շարք երկրներից եւ իր մեջ կրում է այն խորհուրդը, որ երեխան սովորում է կիսել իր ուրախությունը ընկերների հետ։ Միևնույն ժամանակ ասիական շատ երկրներում նման բանի չես հանդիպի։ Այդպիսով երեխաները խուսափում են անհավասարությունից եւ անհարմար դրության մեջ չեն հայտնվում այն ընտանիքները, որոնք նման բան կազմակերպելու հնարավորություն չունեն։ Դե դուք ասեք, բայց չմոռանաք նաեւ շնորհավորել Ադանի ծնունդը։ Չգիտեմ ձեր դպրոցներում առհասարակ կա նման ավանդույթ թե չէ, բայց շատ դպրոցներում կա ու ասեք, թե ոնց եք դուք դրան վերաբերվում։ Երկու կողմից էլ ես վիդեոյում հարցը դիտարկում եմ եւ կա այն տեսանկյունը, որ այդպիսով երեխան սովորում է կիսել իր ուրախությունը իր ընկերների հետ, իր ընկերներին հյուրասիրություն տանել եւ մյուս կողմից գուցե իրենց վատ են զգում այն ընտանիքները, ովքեր հնարավորություն չունեն նման բան կազմակերպելու։ Հիմա դուք ասեք, թե ինչպես եք վերաբերվում այդ հարցին։ Այս հարցի շուրջ իհարկե ես անպայման կսպասեմ ձեր մեկնաբանություններին, իսկ մենք անցնենք ծնունդի երկրորդ հատվածին, երբ Ադանը տուն վերադարձավ դպրոցից։ Մենք նախապես արդեն պայմանավորվել էինք, որ երբ երեխաները տուն վերադառնան դպրոցից, մենք կգնանք Երևան պարկում Ադանի ծնունդը նշելու, ես, Էմինն ու Ադանը։ Քանի որ Սոսեն շատ փոքր է, իսկ Առնոյին այնտեղ շատ ատրակցիոններ ուղակի չեն կարելի, իր հասակը չի բավականացնում, իսկ դա նեղացնելու էր իրեն, ու ինքը ամեն անգամ, երբ ասեին իրեն, որ դու այս ատրակցիոնը չես կարող նստել, ինքը լացելու էր։ Դրա համար որոշեցինք, որ լավագույն տարբերակը կլինի ես, Ադանը եւ Էմինը գնանք Երևան պարկ, իսկ երեկոյան արդեն ամբողջ ընտանիքով գնանք ինչ-որ մի տեղ, որը ի դեպ չստացվեց, ընթացքում կպատմեմ, թե ինչու։ Հասկացա, որ ձեռքերիս մեջ բարձրախոսը ավելորդ աղմուկ է առաջացնում ու որոշեցի փոմփոլիկով այսպես ամրացնել, չգիտեմ թե ոնց կլինի, հուսանք ավելի մաքուր կստացվի ձայնս եւ այսպես, ինչպես ասացի արդեն, երեխաները վերադարձան դպրոցից տուն, մենք շատ արագ պատրաստվեցինք, որովհետև մեզ հետ չէին փոքրերը ու պատրաստվելը ավելի արագ ստացվեց։
ու գնացինք Երևան պարկ։ Եկել ենք կարուսել, բոլոր կարուսելներից վախում ենք։ Ոչ մեկը ռիսկ չենք անում նստենք թե ես թե տղաները։ Իդեպ մենք չգիտեինք ու տեղում իմացանք շատ հանկարծակի, որ Հոբելյարին Երևան պարկի մուտքի տոմսը հասնում է անվճար։ Մենք նախատեսել էինք վճարել 3-իս համար, բայց հաճելի կերպով վճարեցինք 2 հոգու համար։ Ասեցի ձեզ էլ ասեմ, կարող եք հաշվի առնել։ Մենք որոշեցինք սկզբում օգտվել բացօթյա հատվածի ատրակցիոններից, հետո գնալ ներս։ Բացօթյա հատվածում կային մի շարք ատրակցիոններ, որոնցից մենք ուղղակի վախում էինք ու ռիսկ չէինք անում նստել, բայց հետո բացվեցինք ու այդ ատրակցիոններից էլ օգտվեցինք։ Իդեպ, եթե գնալու լինեք, հաշվի առեք, որ կան մի շարք ատրակցիոններ, որոնք գործում են ժամը 5-ից հետո, օրվա առաջին կեսին շատ ատրակցիոններ ուղղակի չեն գործում ու երեկոյան միայն նոր սկսում են գործել։ Բացօթյա հատվածում մի լավ զբոսնելուց, լիքը ատրակցիոններից օգտվելուց հետո մենք գնացինք ներս, երեխաները որոշեցին, որ ուզում են մտնել շարիկներ, այդ իմ համար շատ լավ առիթ էր ուղղակի մի հատ հանգստանալու, մի բաժակ սուրճ վայելելու և մի կարևոր գործ անելու։ Ոստված, միացրի նոր հիշեցի, որ բարձրախոսս չեմ վերցրել։ Ինչի համար այդ բարձրախոսը, եթե սենց կարևոր տեղեր էլ պետք է մոռանամ։ Երեխաներին թողել եմ բատուտում, ինձ համար սուրճ վերցրի, մի քիչ դառնոտ էր, ես որ ընդհանրապես սուրճ չեմ սիրում, խմելուց նախընտրում եմ գոնե մի քիչ քաղցրը խմել, ու նստել եմ, պաղպաղակել էի վերցրել, բայց եթե անկեղծ սառեցի այդ պաղպաղակից, մինչև վերջ չկարողացա ուտել, ամեն դեպքում մի քիչ ցրտոտ է, նստել եմ շատ հանգիստ, այս Երևան պարկի գիտեք ինչն եմ սիրում, որ աղմուկը շատ չի, հոգնածնող չի, շատ մարդ չկա, հերթերի մեջ չես կանգնում, ավելի հաճելի է ժամանակ անցկացնելը, կարողանում ես նստել, վայելել, երեխաներին չէի ուզում, որ բատուտ մտնեին սկզբում, մտածում էի դե եկել ենք կարուսելներ նստենք, հետո ասեցի լավ հնարավորություն է, հանգիստ մի քիչ նստելու, առանց իրենց սուրճով, այդպես, ոյ միացրի ու նեղվեցի, որ բարձրախոսս մոռացել եմ տանը, նենց հանգիստ է, պատկերացնեք, հնարավոր է գալ մանկական ժամանցի վայր և հանգիստ նստել, շատ քիչ տեղեր կա, որ կարող ես գնալ ու հանգիստ նստել, մոլերի խաղահրապարակները, չեմ էլ ուզում օրինակ բերել, անհնար է մոլերի խաղահրապարակներում, մտնում ես մի կես ժամով երեխեքը խաղան ու դուրս ես գալիս անտանելի գլխացավով, այդ աղմուկից սենց սուր ծակող աղմուկ կա անդադար, իսկ այստեղ այնքան հանգիստ է, միակ մինուսը գիտեք որն է, չնայած ես դրա լուծումը գտել եմ, միակ մինուսը, որ մի կարուսել նստում ես, իջնում ես մազերդ սենց դեզա դառնում, բայց ես տանը մտածել էի դրա մասին ու սաներ եմ վերցրել ինձ հետ, ամեն իջնելուց հետո մազերս սաներում եմ, խի բարձրախոսս չեմ վերցրել, դեք ինչ եմ ուզում անել, մինչ երեխաները խաղահրապարակում են, ուզում եմ գնալ և պայմանավորվել հերոսների հետ, որ անակնկալ կերպով շնորհավորեն Ադանի տարեդարձը, տեսնենք կստացվի թե չէ։ Եվ ստացվեց ամեն ինչ բարեհաջող, գնացի Երևան պարկի ներսում կա խանութ, որտեղ վաճառում են տարբեր իրեր, թեմատիկ Երևան պարկի հերոսների թեմաներով ու վերցրի մի քանի նվեր Ադանի համար,
խոսեցի վաճառող աղջկա հետ, ով նաև կազմակերպում էր այդ ամեն ինչը, նվերը թողեցի իրենց մոտ և ինձ ասացին, որ ժամ ուղիղ 6-ին լինենք ֆուդկորտի ֆոտոզոնայի մոտ, հերոսները կմոտենան, կշնորհավորեն Ադանի ծննդյան տարեդարձը և իրեն կնվիրեն իմ գնած նվերները։ Մնում էր միայն 2 ժամ զբաղեցնել երեխաներին, ես մտածում էի, որ դա ինձ դժվար կտրվի, 2 ժամ ինչ ենք անելու, բայց իրականում շատ արագ անցավ այդ 2 ժամը, ես էլ չհասկացա, թե ինչպես, մի քանի ատրակցիոն նստեցինք, զբոսնեցինք, զրուցեցինք ու շատ արագ այդ 2 ժամը անցավ և ժամը 6-ին մենք արդեն ֆոտոզոնայի մոտ էինք։ Ուրեմն ես ավելի շատ այնտեղ տենց խաղ կար։ Այն ավտոն է սա։ Հա, գնանք այդ ավտոն։ Եկեք գնանք այնտեղ հերոսներ եմ տեսել։ Մամա, դու կանգնանք այդ իմ ասածներ։ Անպայման։ Ադանը սկզբում շատ տխրեց, երբ տեսավ հերոսները շնորհավորում են ինչ-որ երեխայի տարեդարձ ու շատ շփոթված էր, պատկերացում անգամ չուներ, որ շուտով իր տարեդարձն են շնորհավորելու, երբ մենք մոտեցանք ֆոտոզոնային, այնտեղ էլի կար երեխա, ում տարեդարձն էր ու հերոսները հավաքվել էին այդ երեխայի շուրջը, Ադանը սենց տխուր աչքերով նայում էր, բայց շուտով հերոսներից մեկը եկավ Ադանին կանչեց, Ադանը մոտեցավ ու շատ համ շփոթվել էր, համ ուրախացել էր, ինչ-որ էմոցիաները խառնվել էին իրար, չգիտեր ինչ ռեակցիա տար, սենց շատ խառը, հուզական էմոցիաներ էր ապրում, բայց շատ սիրուն պահ էր իրականում։ Եթե ընդհանուր գնահատելու լինեմ, թե ինչպես անցավ մեր օրը Երևան պարկում, շատ լավ, ամեն ինչ շատ հրաշալի էր, հրաշալի աշխատակիցներ կան այնտեղ, եթե չեք եղել, անպայման գնացեք երեխաների հետ, հավատացնում եմ, որ Ադանը, Էմինի կողքը գնա, դիմաց է Էմինից, իրար հետ։ անգամ շատ հաճելի է մտքի գումարը, ամբողջ գերհագեցած օրվա համար, որ դու ստանում եք Երևան պարկից, հերթում ամեն բան շատ հաճելի է, շատ սիրելի է, ատրակցիոնները բոլորը անսահմանափակ են տալիս, երեխաները իսկապես հագեցած օր են ունենում ու լիարժեք դրական դուրս են գալիս անկեղծ գործընթացից երեխաների հետ անպայման ելույթում, իսկ թե ինչու մենք օրվա վերջում պետք է որովհետև չգնացինք, որովհետև Երևան պարկում այդ խաղաղանները
գնացինք ու դե մինչև արդեն տուն վերադարձանք, շատ ուշ էր ժամը ու էլ երեխաների հետ դուրս գալու համար հարմար չէր։ Մի քիչ սխալ էինք պլանավորել մեր օրը։ Հաջորդ միջոցառման մասին եկա Սոսեի հետ պատմեմ, որովհետև ինքն արթնացավ ու միացավ ինձ, բայց չի հասկանում այստեղ ինչ է կատարվում։ Իմ աղջիկ, լավ ես։ Ու երևի շատ հատկանշական է, որ հաջորդ միջոցառման մասին հենց Սոսեի հետ եմ պատմում, որովհետև մենք այդ միջոցառմանը Սոսեի հետ միասին ենք եղել, աղջկական միջոցառման Սոսեն արդեն պատրաստ է ներկա գտնվելու ու իրեն իդեալական խելոք է պահել այդ միջոցառման ժամանակ, իսկ ուր էինք մենք գնացել էինք Oriflame-ի առաջին նիշային օծանելիքների երևանյան ցուցադրությանը։ Շատ գովելի է, որ Oriflame-ն ունի արդեն նիշային օծանելիքներ, իսկ ինչ են իրենցից ներկայացնում նիշային օծանելիքները, դրանք բարձր դասի օծանելիքներ են, շատ ուրախացա, երբ իմացա, որ կարող է Oriflame-ը արդեն մեզ տրամադրել նաև բարձր դասի ֆրանսիական օծանելիքներին հավասար օծանելիքներ։ Թողնեմ մի քանի կադր մեր միջոցառումից, որն իսկապես շատ գեղեցիկ էր կազմակերպված։ Ուրախ եմ ձեզ ողջունելու Oriflame-ի մեր հերթական գեղեցիկ միջոցառմանը։ Սա հետաքրքիր եւ տարբերվող միջոցառում է։ Նախ եւ առաջ ուզում եմ շեշտել, որ արդեն Oriflame-ը 60 տարեկան է։ Ես կարծում եմ սա կապարությունները արդեն այո, արդեն 60 տարեկան է, Oriflame 1900 ըստ ձեզ մարդիկ ավելի շատ հիշում են իրենց զգացած այո, մարդիկ հիշում են իրենց զգացած 35%-ը, իսկ տեսածին ամենը 1%-ը։ Չորժամ, հաջորդ 30 րոպեի չորժամ, դուք զգում եք սրտի նոտաները։ Եվ արդեն հիմնային նոտաները, բուրգի ներքևում գտնվող նոտաները ձեզ տալիս են կայունությունը, ձեզ եւ բույրին տալիս են կայունությունը, դրանք ամենաերկարն են մնում մաշկի վրա եւ ընդգծվում են բույրի տարբեր։ Նախ ուզում եմ Oriflame-ին շնորհակալություն հայտնել հենց ամենասկզբից ոչ միայն այսօրվա հրավերի համար, այլև այն հնարավորության համար, որ ես եղա Ժիվադանում, գործել իրենց համար բույրեր ստեղծելու եւ լաբորատորիաներն է շատ մեծ, որտեղ այն ամենամաչես չէ, ամենաթանկ բույրը վախենալով են քայլում։ Առաջին անգամ մեր պորտֆոլիոյում հայտնվել է նիշային օծանելիք։ Այստեղ լինելու են 6 կոլեկցիոն բույրեր, այսօր ոնց որ առաջին երկուսի պրեզենտացիոն մատրանցնավ եւ այն մարդկանցները, ովքեր աշխատում են Ժիվադանում, հենց իրենք են ստեղծել են այս բույրերը, 7 հոգի այսպես ասած մասնակցել բույրերի ստեղծմանը քանի առումով։ Ինչպես հասկանաք, որ օծանելիքը նիշային է, իրականում ենք այստեղ շատ ծավալուն պատասխաններ ստացանք Իրինայի եւ Էվելոյի կողմից, այս մի հատ ես էլ համեմատություն անեմ, որ ավելի Հա, Սոսե, դու ինչ կասես։ Դու էլ ես եղել այդ միջոցառմանը։ Մի երկու բան էլ դու ասել։ Գոհեիր։ Լավ անցավ։ Դե եկեք մի քիչ էլ պատմեմ մամայիս ծնունդից, ոնց ստացվեց, որ մենք գնացինք գյուղ, չէինք նախատեսել իրականում ընդհանրապես մամայիս ծնունդին գյուղ գնալ, որովհետև շատ խառն էինք, բայց այնպես ստացվեց, որ առավոտյան արթնացանք, կարողացանք այդ ամբողջ օրվա պլանավորած գործերը մի քանի ժամվա ընթացքում շատ արագ կազմակերպել, իրագործել, դասավորել եւ գնալ գյուղ մամայիս ծնունդին։ Մեկ ժամվա ընթացքում այնքան շատ բան ենք հասցրել անել, ամբողջ տները հավաքել, մաքրել եմ գործերս, վերջացրել եմ, հավաքել եմ Սոսեի ամբողջ իրերը, Էմինին տարել ենք պարապմունքի, գնացել ենք պապիկի տուն, հետո գնացել ենք ընկերուհուս Իրունեի փոխանցելու իրենց տուն, դա եմ փոխանցել, հետո գնացել ենք նվեր ենք ընտրել, հիմա հետո նորից հետ գնացել ենք Էմինի երաշտական դպրոց, Էմինին վերցրել ենք դասից,
Հիմա եկել ենք Առնոյին վերցնենք պարտեզից ու գնում ենք գյուղ Սոսեն քնելա, բարեբախտաբար ամբողջ ճանապարհին, չնայած որ քնածել չի լինում, ինքը ճանապարհներին շատ հանգիստ է լինում, բայց քանի որ քնելա գիտեմ ամբողջ ճանապարհին քնած կմնա, Առնոս եկավ ու գնում ենք, ինչպես ասացի, արդեն գյուղ, որովհետև մամայիս ծնունդն է այսօր, թոռնիկները գնում են տատիկին շնորհավորելու։ Ադան, կարող ես բանը փոխանցես պայուսակայի մինի մոտ։ Արիանցի։ Հետ նստի ամրակապվեք։ Սոսեն դեռ քնած է ու հաստատ կքնի մինչև գյուղ։ Մենք սպասում ենք Ռաֆոն ինչ-որ գործերով իջավ։ Ուզում ենք նաև երեխաների մազերը կտրել, էջմիածնում մի վարսահարդար ենք բացահայտել, ես ինչքան ժամանակ է արդեն, քոնն էլ, ու նենց լավ է բռնել երեխեքի մազերի սամթը, սենց ասած, չգիտեմ դրա ոնց են ասում ավելի գրական, նենց լավ է կտրում երեխեքի մազերը, ամեն անգամ մենք պատրաստ ենք Երևանից հասնել էջմիածի, երեխեքի մազերը կտրել, այսօր քանի գնում ենք, մտածում ենք երեխեքի մազերն էլ մի անգամից կտրենք, որովհետև լավ երկար էլ է։ Եմա չի երկար։ Երկար էլ է։ Կամաց խոսում։ Ուրա։ Կամաց խոսես ասեն չար։ Բայց կարանք նաև չգրանք լուսի տատին ստոնը բան ու երբ արդեն տուն գանք նոր կտրենք։ Չէ։ Որովհետև կարող ենք այնտեղից շատ ուշ դուրս գանք։ Ու արդեն այդ վարսավիրանոցը փակ լինի այդ ժամանակ, դրա համար ավելի լավ է մենք կտրենք ձեր մազերը նոր գնանք, որ այնտեղ հանգիստ նստենք, կլողանանք որ այնտեղ հանգիստ նստեք արդեն, ոչ թե մտածենք բան անենք, մտածենք շուտ դուրս գանք, որ հասցնեք մազ կտրեք։ Մենք արդեն էջմիածնում ենք, ես ու Սոսեն զբոսնում ենք, մինչև տղաները իրենց մազերը կկտրեն։ Եկել ենք եղբորս խանութ, չնայած եղբորս այստեղ չի։ Տեսնենք ինչ կա խանութում։ Բաներով հա, ուրիշ չեխորներ ունենք, շատ Ալբերիզում։ Տերմինից նայենք։ Կյոնք։ Ռասավչիկ շատ սիրուն ես կյանք, սիրուն եղավ։ Նեուրա։ Բադյաններն էլ աչքս առավ, արտիկուլ կդնեմ, կարող եք Վարբերիսից պատվիրել, շատ սիրուն են, բայց ափսոս իմ հեռախոսին համապատասխան չգտանք։ Չնայած վերջի այս բանն եմ փորձելու, չեմ կարա այսի դնեմ։ Ինչին, հնա։ Այս 14 Pro Max-ը։ Չէ։ Շատ լավն է։ Ինձ շատ դուր եկավ այ։ Շատ հետաքրքիր է։ Շատ սիրուն է։ Անտիրո։ Ստով սիրուն գույներ կան։ Մարկետոլոգներ Մի հատ նայեք, այս նարնջագույնը ինչ լավն է։ Այս էլ է շատ սիրուն, ստեղ վարդագույն կա։ Շատ փոփուկ չեխորներ են։ Շատ լավն էր։ Սիրուն Մի հատ նայեք ինչ սիրունն է։ Շատ սիրուն, ասես խանգորում է։ Մի հատ Ադանիս։ Հələ տենա։ Շատ սիրուն ես կյանք։ Այս էլ Առնոն։ Մի հատ ինձ նայ տեսնեմ սիրուն ես։ Ոյ սիրուն ես։
Հələ լույսից սիրուն։ Գիշերով առանց յասամանների տուն չեմ գնա։ Մի հատ նայեք ինչ սիրուն են ծաղկել։ Մամաս մի քանի ճյուղ յասաման ա քաղում։ Նոր ճանապարհի մեզ։ Մի ճյուղ էլ իմ ձեռքին կա։ Օդան ջան։ Օ, ես ինչ սիրուն ա, հերիք ա, հերիք։ Այն ծաղկամանից մեջ որ տեղավորվի։ Որ ծաղկամանից մեջ տեղավորվի։ Նվեր քեյս։ Ոխո պրեսորևս։ Ամերկայը։ Դե վերջ, այս ձեռքինս էլ վերցրու։ Ձեռքինս։ Սոսեն էլա գիրկս քնած։ Ահա։ Դե գնա։ Բայց լույսից սիրուն ա լույս տալի։ Այ սոսեն գրկից քնած։ Այստեղ էլ ամեն տանանկյունում սենց սիրուն դրված են ծաղիկները։ Յասամանա։ Այդ մի դիրը տեղ, մի դիր, այդ մեր տուն ենք տանում։ Առնո, բայց շունիկին արի թող ստեղ, հա։ Շունիկին թող էլի կյանք խնդրում եմ։ Դե լավ, կգաս լուսին տատիկի տուն կխաղաս այդ շունիկի հետ։